Բարև ձեզ, ես Արփի Մաղաքյանն եմ, իմ կյանքի ընթացքում շատ գործեր եմ արել, որոնցից երևի ամենանշանավորը երկու երեխա ունենալն է, բայց հետո կնշեի, որ կայքի և ամսագրի գլխավոր խմբագիր եմ եղել և տարբեր կարևոր գործեր արել եմ, բայց կարող եմ վստահորեն ասել, որ իմ կյանքում առանցքային մեծ դեր ունեցավ գիրք գրելը, որոշելը գիրք գրել, դա իմ առաջին գրքի մասին կարող եմ պատմել Երևանյան հեքիաթներ, Երևանյան հեքիաթները ծնվեցին ինձ մոտ այն ժամանակ, երբ որ ես աշխատում էի Երկիր մեդիա հեռուստաընկերությունում և հաղորդաշար էի անում «Հին ու նոր քաղաք» և շատ էի աշխատում ազգային արխիվում, փաստաթղթերի, նամակների հետ և շատ էի հարցազրույցներ վերցնում տարբեր ոլորտի ներկայացուցիչներից, ինչպիսիք են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ և գալով տուն երեխաներս խնդրում էին ինձ պատմել հեքիաթ գիշերը և շատ հաճախ ես իրենց պատմում էի իմ օրը հեքիաթի վերածած, հետո հասկացա, որ այս Երևանի մասին պատմությունները, հեքիաթները, որ իրենց պատմում եմ քնելիս առաջ, իրենք շատ են սիրել ու որոշեցի գրի առնեմ դրանք և ծնվեց իմ առաջին գիրքը, որը շատ սիրվեց, որի նկարիչը Արարատ Մինասյանն է, շատ հետաքրքիր նկարիչ, շատ սիրված նկարազարդումներով, գրքում կա 8 հեքիաթ, որտեղ յուրաքանչյուր հեքիաթը իրական պատում է մեր Երևանի, մեր մայրաքաղաքի որևէ շինության կամ պատմական որևէ փաստի մասին, բոլոր հեքիաթների հիմքում պատմություն կա, այսինքն ընթերցողը միառժամանակ նաև սովորում է հայոց պատմություն, նայեք օրինակ այստեղ դաշտում տեսնում ենք տղային քնած, որը հնագետ մեծ հայ Կարո Ղաֆադարյանի մանկությունն է և նա ընկել է Կարմիր Բլուր, Թեյշեբայնի և Թեյշեբայնիում Կարմիր Բլուրում քնած ժամանակ կարմիր կակաչները նրա հետ զրուցում են, այսպես բոլոր պատմություններն են, Իշուկը ունենք, որը օպերային շենքը կառուցելուն է մասնակցում, Իշուկի կերպարը վերցրել եմ մեր մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի կտավից, որտեղ ինքը նկարում է ինչպես են ժողովրդական տունը, սա օպերայի շենքն է կառուցում և կտավի մեջ կա ավանակ ու ես շատ եմ տպավորվել կտավից և որոշեցի Իշուկին դարձնել գրքի հերոս, ուզում եմ ասել, որ գիրքը շատ սիրվել է, ինչի համար շատ շնորհակալ եմ և ուսուցիչներին, և կրթության ոլորտի փորձագետներին, և մանկավարժներին, և երեխաներին ամենակարևորը, որովհետև ինչքան էլ բոլորին դուր գա գիրքը, պետք է երեխան առաջին մարդը, որ ընկալում է, որ սիրում է, որ տեսնում է ծնողը, որ գիրքը մի կողմ չի թողնում ձեռքից, դա երեխան է, ոչ թե կրթության փորձագետը, ուստի շատ շնորհակալ եմ երեխաներից և դուրս է եկել երկրորդ հրատարակությունը, բավական երկար, 19 թվին է տպվել, շատ արագ վաճառվել է և մոտավորապես 1.5 տարի կամ 2 տարի, չեմ հիշում ինչքան, երկար ժամանակ չկար վաճառքում արդեն և շատ էին զանգերը, գիրքը պահանջում էին ինձանից ծնողները և ուսուցիչները և ահա երկրորդ հրատարակության ժամանակ այստեղ փոքրիկ խնձոր է ավելանում և 8 գումարած 1 թիվը, որը նշանակում է, որ այս գրքում արդեն երկրորդ վերահրատարակության մեջ կա 9-րդ հեքիաթը, 9-րդ հեքիաթը, նայեք այստեղ բացվեց Սասունցի Դավթի էջը, 9-րդ հեքիաթը Սասունցի Դավթի արձանը կառուցելու պատմությունն է, 9-րդ հեքիաթը Կոնդի եկեղեցու պատմությունն է և շատ ուսուցանող պատմություն է, մի աղջկա մասին, որը գալիս է Հայաստան, Ռուսաստանաբնակ է, հայերեն չի խոսում և գտնում է իր արմատները Հայաստանում,
եւ որոշում է տեղափոխվել վերջում հեքիաթի իմանում ենք, որ նա որոշում է կայացնել տեղափոխվել եւ այստեղ շարունակել իր ուսումը։ Այստեղ կոնդի եկեղեցու բակում է աղջիկը եւ զմրուղտ հավքին է հանդիպում։ Մի խոսքով շատ սիրված գիրք է, շատ շնորհակալ եմ իմ ընթերցողներին գիրքը սիրելու համար։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ ես երբ որ փորձեցի առաջին գիրքը գրել, կարող եմ ասենց գաղտնիք ասել ու ասել, որ ես այդ ժամանակ դուրս էի եկել աշխատանքից, աշխատավայրս փակվել էր, այսպես ասած, որ ոնց որ ասում ենք Երևանում, եւ ես անգործ էի մնացել եւ ես որոշեցի ինչ անեմ, հա լավ արի իմ երեխեքի համար, որ հեքիաթ էի պատմում, նույնը գրեմ երեխաների համար, թող ուրիշ երեխաները կարդան եւ չէի պատկերացնում, որ մյուս երեխաները իրոք կսիրեն այսքան գիրքը։ Ու ստացվեց այնպես, որ ոչ թե ես որոշեցի, որ ես մանկագիր, հեքիաթագիր եմ դառնում, եկեք ասենք մանկագիրի երբեք չասեմ, որովհետև հեքիաթները նաև մեծերի համար են։ Մի տեսակ իմ ընթերցողը որոշեց, որ ես պետք է շարունակեմ գրել, որովհետև այդքան արձագանք, այդքան գովեստի խոսքեր, այդքան հիացմունք, այդքան սեր, որ ես տեսա ընթերցողների կողմից, քեզ պարտավորեցնում է շարունակել ուղիդ այդ հունով։ Եվ երկրորդ գիրքս է Արևի համբուրած Շուշին։ Նույնպես պատմական փաստեր կան գրքի հիմքում, Մեսրոպ Մաշտոցին ենք տեսնելու գրքում եւ Շուշի անունով աղջկան Արցախի մայր հողում միանգամից կարող ենք գլխի ընկնել, որ դարաշրջանի մասին է խոսքը, երբ որ ստեղծվել են մեր տառերը, երբ որ Մեսրոպ Մաշտոցը եկել է Ամարաս, առաջին դպրևանքը կառուցելու եւ ահա այստեղ Շուշիին ենք տեսնում մի չարաճճի աղջնակ, որը Մեսրոպ Մաշտոցի հետ ծանոթանալով ստիպում է Մեսրոպ Մաշտոցին սովորեցնել իրեն տառերը, որովհետեւ ինքը իրոք տենց չարաճճի է եւ բավական ինքնասած աղջիկ է, բայց նա շատ քաջ է եւ շատ մեծերին հարգել գիտե, հա այստեղը երբ որ նա ասենց աչիկներով նայում է Մեսրոպ Մաշտոցին եւ ասում է խնդրում եմ սովորեցրու ինձ տառերը։ Ինչի ասացի այս նախադասությունը, որովհետեւ շատ երեխաներ, շատ դպրոցներում եմ եղել, որտեղ երեխաները ասում են խնդրում եմ սովորեցրու ինձ տառերը, այսպես ինքը խաղի նման մի բան է դարձել ու երեխաները Շուշիի լեզվով, Շուշիի նման կրկնում են այն։ Արցախի բնապատկերը, ես նկարիչների հետ անձամբ եմ աշխատում, ինքս հրատարակում եմ իմ գրքերը, նկարիչների հետ շատ մանրակրկիտ եմ աշխատում, երբեմն վիճելով ենք աշխատում, երբեմն համոզելով, իմ համար շատ կարևոր է, որ ամեն մի նկարը լինի շատ տաք, շատ սիրուն, շատ իրական փաստերով լի։ Այստեղ իմ Այդա Հեքիմյանն է նկարիչը եւ Այդաս նկարել է իրական բնապատկեր, ես իրեն ուղարկել եմ այն լուսանկարը, որը ուզում եմ որ լինի եւ ինքը լուսանկարը դարձրել է այսպիսի գեղեցիկ պատկեր։ Սա աղջիկն է, օրինակ երթիկից երևում է երկինքը, ես իրեն խնդրել եմ, որ հազարաշեն երթիկի նման բացի տանիքը, որ երեխային նաև սովորեցնենք հազարաշեն մեր տանիքների մասին, սա Ամարասի վանքն է, պատկերացրեք ես ամեն մի լեռը, որ տեսնում եք, Ամարասի Պարիսպն է երևում, աղջիկը եկել է Պարիսպ եւ նայում է տեսնի տղաներին, որոնք այնտեղ 100 տղաներ կան, որոնք օգնում են Մեսրոպ Մաշտոցին սարքել դպրոցը, դպրևանքը, եւ նույնիսկ այս լեռները ամեն մի գագաթը ճիշտ տեղում է, պատկերացնում եք, Այդայի հետ աշխատել ենք, որպիսի փաստերը ճիշտ լինեն, մեր սիրելի Արցախի հողի, ահա այստեղ Շուշին է, որը արդեն գիտի տառերը եւ ինքն է դառնում 100 երեխաների ուսուցչուհին։ Էլ շատ չմանրամասնեմ, ասեմ, որ այստեղ պատերազմ է սկսվում եւ պատերազմ լավ ավարտով վերջանում է եւ
այս նկարը շատ եմ սիրում, երբ որ մայրը գտնում է Շուշիին, եւ վերջում երեխաները տոն են կազմակերպում Տնջրի ծառի մոտ, որը Մեսրոպ Մաշտոցի եւ Շուշիի հետ մի գլխավոր հերոս է այս հեքիաթում, եւ իրենց ձեռքով խաղալիքներ են սարքում եւ լուսավորում են տնջրին, իսկ տնջրին արդեն նայեք աշուն է գրքի վերջում, եւ հայը իր հողն է բերի բանանում բերքն է հավաքում, գինի են քամում, ճիր են սարքում, պահածոներ են սարքում, շատ ուրախ շուրջպար են ապարում մեր տնջրի ծառի մոտ, սենց ուրախ վերջաբան ունի հեքիաթը։ Գիրքը շատ սիրված է, գիրքը վերջացել է, ցավոք սրտի վաճառքում չկա, սպառվել է, հուսով եմ, որ գումար կհայթայթեմ գիրքը վերատպելու համար, վստահ եմ, որ գումար կհայթայթեմ վերատպելու համար։ Անցնեմ մյուս գրքերից, իմ երրորդ գիրքն է Արտավազդ արքայի հեքիաթը։ Արտավազդ արքայի, եկեք մի անգամից ասեմ, եւ Տիգրան Մեծի հեքիաթները, ինչի մի անգամից ցույց տամ, որովհետեւ այստեղ կարևոր նշան կա, որից հասկանում ենք, որ գրքերը շարք են, հեքիաթաշար է, որ պատմելու են մեզ մետաղադրամները, նայեք գրքի հետևում կտեսնենք մետաղադրամներին, Տիգրանի օրոք հատված մետաղադրամը եւ Արտավազդ արքայի օրոք հատված մետաղադրամը։ Գրքի հերոսը մետաղադրամն է, հատված իր արքայի օրոք։ Եվ պատկերացրեք, ինչպես է ծնվել այս գաղափարը, երբ որ գնում ես թանգարան կամ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ շատ մետաղադրամներ կան, նայում ես այդ մետաղադրամներին ու հանկարծ հասկանում ես, որ սա ախր փաստ է, սա ախր այն փոքրիկ մասունքն է, որ եկել է Տիգրան Մեծի ժամանակից եւ կարող է հայտնվել քո ձեռքում, չէ, հայտնվում է քո ձեռքում, քո այդ կամ թանգարանի փեղկի տակ, ու եթե լռես, կարող ես լսել ինքը իրականում ինչ է պատմում, ինչ գաղտնիքներ ունի պատմելու քեզ, ինչ ուղերձներ ունի թաքուն, որ կարող է քեզ պատմել։ Եվ այսպես իմ այս երկու գրքերը, որ նույնպես շատ սիրվել են եւ մասնագետների կողմից եւ երեխաների կողմից եւ իմ կողմից ես եմ շատ սիրում, իրական փաստեր կան գրքում։ Կոմիտասի երգ կա, այսինքն հայկական ժողովրդական երգ կա գրքում, խորհրդանիշներն են ճիշտ, ամբողջապես այս երկու գրքերի նկարազարդողը Աննա Ամասն է, որի հետ աշխատել ենք ճիշտ, որպեսզի ճիշտ փաստագրական շորեր վերցնենք, շորեր հագցնենք մեր կերպարներին։ Ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ հայոց արքայի թագը, հագուստը, որ կողմում է կոչկվում նույնիսկ թիկնոցը, ինչ գույնի կոշիկ եւ ինչ գույնի գոտի է կապում արքան։ Եվ այդ ամենը փոխանցել եմ իմ սիրելի նկարչին, որը պահպանել է իմ խնդրանքը կամ պահանջը եւ այսպես գեղեցկագույն գիրք ենք ստացել իմ բոլոր գրքերի նման։ Ընդհանրապես կարծես թե ինձ շատ են առաջարկում, որ գրքերս աուդիո տարբերակ ունենան, եւ ես միշտ ասում եմ, որ ոնց որ իմ գրքերում փորձում եմ սինթեզել մի քանի արվեստ, որն է նկարչությունը, գրականությունը, երգը, որովհետեւ ազգային երգի հատվածներ եմ օգտագործում այն տեղերում, որտեղ հնարավոր է, որտեղ հեքիաթը ինձ թույլ է տալիս եւ վերջերս մասնակցեցի մի քանի երեխաների կողմից, դպրոցների կողմից բեմադրությունների, որ բեմադրել էին իմ գրքերը, իմ հեքիաթները ու հասկացա, որ դա շատ ճիշտ է իմ որոշումը, որովհետև ես տեսա, թե ինչպես են երեխաները հեքիաթի հետ մեկտեղ սովորում երգը եւ երգում էին երգերը։ Թռչնատառերն եմ օգտագործում, գլխատառը, ամենաառաջի տառը, այ կտեսնեք ամեն էջում, որտեղ որ նոր պարբերություն է սկսվում է թռչնագրով
Եվ ես կարծում եմ, որ մեր երեխաները պետք է սովորեն, պետք է ոչ թե սովորեն, գիտեք, կարևոր չի սովորելը, կարևորը աչքը տեսնելն է։ Մեկ էլ հանկարծակի տեսնում եք ինչ գեղեցիկ էին, մյուս գրքերն էլ, այս գիրքն էլ էսթետիկա է սովորեցնում։ Ես գեղագիտության առարկայի դասախոս եմ, Ես գեղագիտության առարկա եմ դասավանդել քոլեջում եւ կարծում եմ, որ գեղագիտությունը, էսթետիկան շատ կարևոր է, որպեսզի երեխաները գրքի միջոցով էլ սովորեն ինչ է թռչնագիրը, ինչն է գեղեցիկը, որն է գեղեցիկը։ Եվ ահա այս էջը մի քիչ երկար պահեցի, օրինակ այստեղ ավանդույթ է հին Հայաստանում հայերը վստահ են եղել, հին հայերը կամ վստահ են եղել, որ երբ ամուսնանում են հարսն ու փեսան երկնքում, այդ ժամանակ ամուսնանում են արևն ու լուսինը եւ ահա այստեղ հարսանեկան տեսարանին մենք տեսնում ենք այս գեղեցիկ արևին ու լուսնին։ Օրեր առաջ եղել եմ միտեղ, որտեղ այս գրքի նկարազարդումը օգտագործելով արտանկարելով մեծ այսպես պլակատ էին սարքել գրադարանի, Արտաշատի գրադարանի աշխատակիցները եւ շատ հետաքրքիր էր, ուղղակի տեսա միանգամից հիշեցի, չկարողացա չպատմել։ Տիգրան Մեծարքայի գիրքն էլ այստեղ էջանիշեր ունենք, նորից շատ կարծում եմ գեղեցիկ է ստացվել, շատ հետաքրքիր հեքիաթ է, հեքիաթի համար կարող եմ ասել, որ շատ թրծված հեքիաթ է, որովհետև 2020 թվականին, երբ Արցախից երեխաները եկել էին Հայաստան եւ մնում էին այստեղ, ես ամբողջ ընթացքում այցելել եմ երեխաներին եւ իրենց մայրերին եւ տատիկներին եւ որ այդ տեղերը, այդ տարածքները, որտեղ նրանք մնում էին եւ պատմել եմ նրանց այս հեքիաթը։ Այն ժամանակ 20 թվին փաստորեն ես դեռ չունեի 3 մի քանի գիրք, ես ունեի ընդամենը երևանյան հեքիաթները եւ ես որոշեցի, որ նրանց երևանյան հեքիաթներ չպետք է պատմեմ, որովհետեւ չէի ուզում երեխաներին մայրաքաղաքի մասին ինչ որ պատմություն պատմել, ինձ թվում էր դա սխալ եւ Տիգրան Մեծի հեքիաթը այսպես ստեղծեցի երեխաների համար ու երեխաները ինձ վերապատմում էին հեքիաթը։ Ես այս հեքիաթը շատ եմ պատմել ու շատ եմ լսել երեխաների կողմից վերապատմությունը լսելով, պատկերացնում եք, չէ, այսինքն ինքը որքան հղկվեց, երբ որ երեխան ինձ պատմում էր, ես նույնիսկ ասում էի քո Արցախի բարբառով պատմի, մի մտածի, որ պետք է ինձ գրական լեզվով անպայման պատմես, դա կարևոր չի, եւ երբ երեխան պատմում էր, ես տեսնում էի ու շատիշ լսում էի, որ պահն է ինքը հանում, ինչ է ավելացնում, այստեղ Վիշապի եւ Տիգրան Մեծի կռիվն է, ավանդազրույցն եմ վերցրել խորենացու Վիշապի եւ Տիգրանի մասին եւ օգտագործել եմ այս գրքում, այս իմ հեքիաթում, փորձում եմ ամեն կերպ մեր լեգենդները, մեր ավանդազրույցները, մեր հայկական ժողովրդական երգը, մեր ծեսը շատ նայեք այստեղ էլ Վարդավառ ջրոցի են խաղում, շատ սենց առանց բան անելու, առանց արհեստականորեն մխրճելու, սենց շատ թեթև, շատ հպանցիկ անցնում եմ ու ոնց որ երեխային սենց թեթև տեղեկուց ինքը չի էլ հասկանում, որ այդ րոպեին մի բան է սովորում, ինքը հետաքրքիր հեքիաթ է կարդում, այսպես կլանված, բայց իրականում կարևոր մի բան է սովորում։ Այս երկու գրքերս Արտավազդը եւ Տիգրան Մեծը պետք է ունենան շարունակություն, հաջորդ հեքիաթը լինելու է Նեմրութ լեռան գաղտնիքը, որը Նեմրութի արքայի մասին է լինելու, Անտիոքոս արքայի մասին է լինելու, այսպես գրքերս պահեմ, թող բոլորը Երևան, Անտիոքոս արքայի մասին, ով որ կառուցել է Նեմրութ լեռը, գիտենք Նեմրութ լեռը, որ այժմ գտնվում է Թուրքիայում, բայց երբեք չպետք է մոռանանք, որ Անտիոքոսը արմատներով հայ է եղել, եւ մի շատ հետաքրքիր հեքիաթ ունեմ մտքումս, որ արդեն 99-95% գրված է թղթին եւ հուսամ
Շատ շուտով Նեմրութ լեռան գաղտնիքը գիրքը կթակի ընթերցողի դուռը։ Շնորհակալություն, ես Արփի Մաղաքյանն եմ։